Ռուսաստանը 351 անօդաչու թռչող սարք ու 68 հրթիռ է արձակել գիշերը, թիրախավորելով հիմնականում Կիևը, հայտնում են Ուկրաինայի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչները։ Կիևի արվարձաններում դեռ սարսափած են 3 գիշերը տեղի ունեցած ռուսական ուժերի հարվածներից։ Ուկրաինայի մայրաքաղաքում զոհերի թիվը հասել է 28-ի։ Ըստ արտակարգ իրավիճակների ծառայության, Վիշնևո արվարձանում մոտ 600 բնակիչ տարհանվել է, չպայթած զինամթերքի վտանգի պատճառով։ Կիևում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Փլատակներում դեռ մարդիկ կարող են լինել։ Բավականին ծանր գիշեր էր։ Գիշերը հարվածների հավանականությունն ավելի մեծ է։ Դաշնությունն էլ ուկրաինական դրոնային հարձակումների մասին է հայտնել։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալով, հոբ ուժերը ուկրաինական 452 անօդաչու թռչող սարք են ոչնչացրել։ Մոսկվայի քաղաքապետի խոսքով, մայրաքաղաքին մոտենալից ոչնչացվել է 36 դրոն։ Ուկրաինայի զինված ուժերը 2 հարված են հասցրել Բելգորոդին։ Պաշտոնական տեղեկությամբ զոհեր չկան։ Էներգետիկ օբյեկտում հրդեհ է բռնկվել, հաղորդել է նահանգապետ Ալեքսանդր Շուվայևը։ Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով մի արդյունաբերական ձեռնարկություն էլ Կալուգայի մարզում է հրդեհվել, հայտնել է մարզպետը, նշելով տուժածներ չկան։ Ուկրաինայի գլխավոր շտաբը պնդում է, որ հարված է հասցվել նաև Օմսկի նավթավերամշակման գործարանին։ Ըստ Կիևի, այն Ռուսաստանի Դաշնության բենզին արտադրող 11 խոշոր ձեռնարկություններից մեկն է։ Մոսկվան հայտնել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների թիրախ են դարձել Օմսկի նավթավերամշակման գործարանն ու Կուրսկի երկրորդ ատոմակայանը։ Օմսկի նահանգապետը հայտարարել է, զոհեր կամ վիրավորներ չկան։ Վիտալի Խոցենկոն տեղեկացրել է, մարզի երկնքում բազմաթիվ ուկրաինական անօդաչուներ են խոցվել, բայց մի քանիսը հասել են մարզի արդյունաբերական կենտրոն։ Կուրսկի նահանգապետ Ալեքսանդր Խինշտեյնի խոսքով, Ուկրաինան փորձել է հարվածել Կուրսկի երկրորդ ատոմակայանին։ Ռուսական հոպը օբյեկտի ուղղությամբ շարժվող 12 անօդաչու թռչող սարք է ոչնչացրել։ Խինշտեյնը նշել է, որ նախնական տեղեկությամբ անօդաչու թռչող սարքը հարվածել է նոր կառուցվող ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի սառեցման աշտարակին, որը դեռ շահագործման չէր հանձնվել։ Մարիամ Ամերջանյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։